3 պահնորդ 1 մեքենայի մեջ։ Ներքին գործերի նախարարությունն առաջարկում է կրճատել անձին ուղեկցող պահնորդների եւ մեքենաների թիվը։ Ընդդիմադիր падգամավորները սակայն մասնավոր պահնորդական գործունեության մասին օրենքում վիճահարույց ձևակերպումներ են տեսնում։ Այս կոշտ սահմանափակումը, ասում եք տրանսպորտային 1 միջոց եւ ինչքան ուղեկցող անձ կա կամ թիկնապահ կա, թող այդ մեքենայի մեջ լցվեն եւ վերջ, եւ ընդ որում 3-ից ոչ ավել։ Ասենք պատկերացրեք, մարդը իր ընտանիքով է գնում։ Այդ ոնց պիտի ապահովի դա, էլի։ 3 պահնորդ, որ ասում ենք, դա առավելագույն քանակն է, եւ սա վերաբերվում է 1 պահպանվող անձին։ Այսինքն, եթե ընտանիքի մասին է խոսքը գնում եւ ընտանիքի յուրաքանչյուր անդամ պահպանվող անձ է, ըստ էության յուրաքանչյուրը կարող է ունենալ առավելագույնը 3 պահնորդ եւ բնականաբար յուրաքանչյուրը արդեն համապատասխան տրանսպորտային միջոցով։ Նախագծի մեջ նշվում է նաև, որ վարորդն էլ պետք է թիկնապահ լինի։ Պատգամավորը հարցնում է, իսկ եթե նման վարորդ չգտնվի, այդ դեպքում ինչպես պետք է կարգավորվի հարցը։ Նաև լինում են դեպքեր, երբ քաղաքացուն ուղեկցում է 2-րդ, 3-րդ մեքենան, եւ երբ ուղեկցողին հարցում են, թե ովքեր են այդ մեքենաներում, նա հայտնում է, որ թիկնապահներ չեն, իր ընկերներն են։ Ինչպես ենք զանազանելու կամ ինչպես ենք կիրառելու նախագիծը, եթե դա շատ դժվար է լինելու զանազանել, որովհետև իրապես կարող են լինել թիկնապահներ, բայց ներկայանալ որպես գործընկերներ։ Ինչ վերաբերվում է ստուգել առաջնահերթություններին, կարծում եմ ընթացիկ իրավիճակում պետք է ստուգել, բայց որոշ օպերատիվ իրավիճակներում հնարավոր է նաև ավելի կոշտ գործողություններ լինեն։ Ներքին գործերի փոխնախարարը падգամավորներին առաջարկեց բոլոր հարցերի պատասխան ունենալու համար գրավոր հարցեր ուղարկել։ Նախագծով նախատեսվում է նաև, որ առանց լիցենզիայի մասնավոր պահնորդական ծառայություն իրականացնելը ուղեկցող ունենալը կամ թիկնապահով շրջելը 500,000 դրամ տուգանք կարժենա։ Վարչական պատասխանատվություն է։ Նաիրի Մուրադյան, ժամը լրատվական։